Ոչխարներ արտահանելու թեման դարձել է խնդրահարույց։ Արմնրուր լրատվականին հայտնի դարձավ, որ անգամ եղջերավոր անասուններ արտահանելու գործով կա կին մեղադրյալ։ Մասնավորապես Լիլիթ Սեթրակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի սպառնալիքով արգելված հետևյալ արարքի համար։ Ուսուփ Ջանգոյանը 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին նախաձեռնել է խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի հունվարի 26-ի հրամանով նախատեսված կարգի տեսանկյունից ունեցել է էական բացթողումներ։ Վերը նշված գործընթացում իր հնարավոր բացթողումներն անտեսելու, արտահանումն անխոչնդոտ իրականացնելու համար Ուսուփ Ջանգոյանը դիմել է պաշտոնատար անձի նկատմամբ իրական ազդեցություն ունեցող անձ Լիլիթ Սեթրակյանին եւ այդ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելու նպատակով իր օգտին պաշտոնատար անձի կողմից իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության համար անձամբ նրան դրամական միջոց է տվել։ Եվ ահա այդ դրամական միջոց տալու համար այսօր Լիլիթ Սեթրակյանը մեղադրյալի աթոռին է։ Գործը հակակոռուպցիոն կոմիտեում է։ Հիշեցնենք, որ ոչխարներ արտահանելու թեմայի շուրջ կաշառք պահանջելու գործով նաեւ մեկ այլ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ եւս այլ անձիկ։ Վերջիններս գործը եւս հակակոռուպցիոն դատարանում է։